Մեր համար դա շատ վտանգավոր սցենար կարող է դառնալ։ Ժողովրդական խոսքը, որ ասում է քիչ-քիչ մեր տներին են մոտենում, այդ կոնտեքստում վախեցած հարցրեցի ցամաքային օպերացիա որ կողմից, որովհետև թռիփ ունենք այնտեղ, որ պետքա գցենք։ Բացառել չի կարելի։ Հիմա նկատում եմ վտանգները մեր համար ինչքան են դառնում։ Հիմա կգանք ասնենք մեզ համար։ Հիմա նայեք, եթե հասներ համաձայնության, իսկ ես հավանականությունը տեսնում եմ, եւ ստե իհարկե կարեւոր է, որ նաեւ իրանական կողմը չափից դուրս մաքսիմալիստական դիրքերից հանդես չգա։ Ակնհայտ երևում է, որ երկու կողմն էլ պետք է շատ գրգռված լինեն այս ամենը կանգնեցնել։ Բայց այլևս աշխարհը այնպեսին չի լինելու, ինչպեսին էր մինչ այս պատերազմը, եւ համոզված եմ, որ Իրանը եւս նույնը չի լինելու։ Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունները։ Եվ նաև ցույց է տվել մյուսներին։ Եվ ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար, պատրաստ է պայքարել, պատրաստ է զոհաբերության։ Եվ նայեք այն փաստը, որ նաև Իրանի ժողովուրդը հավաքվում է իր մարդիկ, ուղղակի պարզ մարդիկ հավաքվում էին այն օբյեկտների շուրջ, կամուրջի վրա էին հավաքվում, կարող էին ռմբակոծվել, սա այնպեսի ցուցիչ է, որ բոլոր նպատակները, որոնք հռչակված էին այս պատերազմի համար, ուղղակի ձախողվել էին։ Հիմա մեզ համար։ Այդ սցենարի դեպքում մենք ամենից շահագրգիռ կողմն ենք, որ կարողանան պայմանավորվեն Իրանը եւ Միացյալ Նահանգները, Իսրայելից չեմ խոսում, որտեղ այստեղ պայմանավորվելու ոչ եզրեր չեմ տեսնում, բայց մենք ամենից շահագրգիռ կողմն ենք, որ իրար հետ պայմանավորվեն։ Եվ այս վիճակից Իրանը դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներ ունենալու։ Այսպես է դուրս գալու Իրանը։ Բայց եթե նաև սա նշանակի սանկցիաների վերանայում, ես ենթադրում եմ, որ նաև այս վիճակից դուրս գալ Իրանի համար նշանակելու է սանկցիաների ընդհանրապես կամ վերացում կամ շեշտակի թեթևացում։ Սա նոր հնարավորություններ է բացելու տնտեսական հարաբերությունների համար Իրանի հետ։ Հայաստան-Իրան։ Այո, Հայաստան-Իրան։ Իհարկե ժամանակ է տևելու, մինչև Իրանը կարգավորի իր հարաբերությունները արաբական երկրների հետ ծոցի, բայց ես չեմ կասկածում, որ շատ արագ այս ամենը կվերականգնվի։ Եվ ստե մենք մեծ հնարավորություն է մեզ համար բացվելու տնտեսական Իրանի հետ։ Եթե Իրանը, այսպես ասենք, սանկցիաներով ճնշված վիճակից դուրս գա։ Մեծ հեռանկարները բացվում։ Դուք հավանական համարում եք այդ սցենարը, պարոն նախագահ։ Այո, հավանական համարում եմ, որովհետև թե Միացյալ Նահանգները շարունակեն, ապա շատ կանխատեսելի է, որ արդեն աշնանը Տրամպի վարչակազմը կկորցնի կոնգրեսը եւ հաջորդ 2-3 տարին ուղղակի լինելու են իմպիչմենտներից պաշտպանվելու տարիներ։ Կա մոտիվացիա եւ ազնական, կա մոտիվացիա կուսակցական կանգնեցնելու եւ կա մոտիվացիա նաեւ երկրի համար, որովհետեւ ռեպուտացիոն կորուստները չափազանց մեծ են։ Բայց զիջումների գնալով էլ ինքը վարկանիշային բան է գրանցելու Գիտեք, մի ֆիլմ կա, հայտնի նախադասություն կա, որ ասում են ակելո պրամախնուլսը, այդ բանը կա, հիմա այդպիսի ընկալում միջազգային հարաբերություններում կա եւ նույնիսկ սկսելով պատերազմը, չքննարկելով այդ պատերազմը դաշնակիցների հետ, հետո մեղադրել դաշնակիցներին, որ արեք հիմա մեզ չի հետաքրքրում Օրմունզի նեղուցը, արեք դուք այս հարցերը շարունակեք, սա պարտներական նաև հարաբերությունների բավական լուրջ վնաս հասցրեց։ Ոչ մի եվրոպական երկիր, ոչ մի ՆԱՏՕ-ի անդամ երկիր չմիացավ Միացյալ Նահանգներին։